Երկու ճանապարհ։ Սա Անահիտն է։ Նա ամեն օր վաղ է արթնանում, առավոտը սկսում թեթև մարզանքով, սնվում է առողջ սնունդով, նա սիրում է կարդալ գրքեր, սովորել նոր բաներ։ Հաճախում է պարի, հարգանքով է վերաբերում ծնողներին, ուսուցիչներին, ընկերներին ու իր շրջապատող մարդկանց։ Մայրը։ Ապրես, աղջիկս։ Ուսուցչուհին։ Կեցցես Անահիտ, գերազանց։ Օրվա ընթացքում ժամանակ է հատկացնում նաև ինքնազարգացմանը, լեզուներ է սովորում, նոր հմտություններ ձեռք բերում։ Անահիտն ունի երազանքներ, նա իր առջև նպատակներ է դրել եւ փոքր քայլերով գնում է դեպի այդ երազանքները։ Երեկոյան նա ժամանակին է քնում, որպեսզի հաջորդ օրը լի էներգիայով սկսի։ Սա Նարեն է, Անահիտի դասընկերուհին, բայց լրիվ այլ կերպ է ապրում։ Նա ուշ է քնում, երկար ժամանակ անցկացնում հեռախոսով, խաղեր խաղալով ու տեսանյութեր նայելով։ Առավոտյան դժվարությամբ է արթնանում, հաճախ ուշանում դպրոցից։ Ունի լարված հարաբերություններ ծնողների, ուսուցիչների եւ ընկերների հետ։ Մայրը։ Ամեն անգամ ուշանում ես, որ ասում եմ ժամանակին քնի, սաղետ հեռախոսնա։ Ուսուցչուհին։ Նորից անպատրաստ ես, անբավարար ես ստանում։ Սնվում է հիմնականում ոչ առողջ սնունդով, հազվադեպ է դասերին ուշադրություն դարձնում, սպորտով չի զբաղվում, վնասում է իր առողջությունը։ Նա չի մտածում ապագայի մասին, չունի երազանքներ։ Տարիներն անցան։ Անահիտը շարունակեց աշխատել իր վրա, կրթվել, զարգանալ, հետևել առողջ ապրելակերպին։ Նա դարձավ կազմակերպված, պատասխանատու եւ ինքնավստահ մարդ։ Իր նպատակասլացության շնորհիվ մի օր նա դարձավ մեծ ընկերության ղեկավար։ Օրերից մի օր աշխատանքի ընթացքում նրա սենյակ մտավ մաքրուհին։ Անահիտը զարմացավ, դա Նարեն էր։ Անահիտը ժպտաց, բայց նրա աչքերում նաեւ թախիծ կար։ Նարե, այնքան հետաքրքիր բան եմ կարդացել, կուզես պատմեմ։ Ուֆ, հետո կպատմես, հետո կկարդամ, ժամանակ դեռ շատ կա։ Նարեն խոնարհ ասաց. Չհասկացա, ժամանակն այնքան արագ անցավ։ Կյանքն ամեն օր մեզ տալիս է ընտրության հնարավորություն։ Այսօրվա ընտրությունն է կառուցում քո ապագան։ Մտածիր եւ կատարիր ճիշտ ընտրություն։